Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի մենահամերգը, որին ելույթ են ունեցել շատ հայ հայտնիներ, այդ թվում նաև Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։ Գոհարը իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ելույթից կադրեր ու գրել հետևյալը. «Կարող եք ինձ շնորհավորել, երեկ կատարվեց իմ ևս մեկ մեծ երազանք։ Ես մաեստրոյի հետ երգեցի հսկայական բեմում 11,000 հոգանոց դահլիճի համար։ Դե հա, թերևս ես երգում եմ մանկուց, դաշնամուր եմ նվագում, մասնակցում եմ տարբեր մաստեր-կլասերի, սակայն այսպիսի ելույթ ես առաջին անգամ եմ ունենում։ Դե ինչ, ասեք ձեր կարծիքը, ինչպիսին էր իմ ելույթը», իր հրապարակմանը կից գրել էր Գոհար Ավետիսյանը։ Դիմահարդարը նաև ավելի ուշ ինստագրամյան էջի սթորիս բաժնում պատմել էր անցած ողջ ճանապարհը։ Նա նշել էր, որ այս ողջ ընթացքում նա պատրաստվում էր իր ելույթին, սակայն գաղտնի էր պահում հետևորդներից, քանի որ ուզում էր անակնկալ լինի։ Գոհարը համերգից հետո նաև ցույց է տվել իր ստացած գեղեցիկ ծաղիկները։ Դե իսկ Star News-ը ձեզ է ներկայացնում Գոհար Ավետիսյանի վերջին հրապարակումներից մի քանիսը։ Կերպարն ու պատիվը բարձր է պահում ամեն տեղ։ Ուրախ եմ, որ այսօր նա ինձ հետ է։ Ուզում եմ բարձր ծափահարենք, որ միշտ այս անուն ազգանունը լսելու ենք Գոհար Ավետիսյան։ Եվ ես այսօր խնդրել եմ մեր սիրելի Գոհարին, որ միասին երգենք, գիտեմ ինքը շատ սիրում է երգել ու իր սիրած երգը ասեց, ուզում եմ երգել քո եւ Քրիստինե Պեպելյանի երգը։ Մի հատ ծափահարենք մեր Քրիստինեի համար։ Եվ մեր Գոհարին հրավիրենք բեմ, գեղեցկուհի, Գոհար Ավետիսյան։ Երբ ինձ հետ ես աշխարհը, սիրով է լսվում։ Տափարենք բարձր պրոֆեսիոնալ, մեր գեղեցկուն, համել գեղեցիկ երգում է Ժողովուրդ ջան, Աստված քեզ պահապան Գոհար ջան, բրավո։ Արման ջան, ես շատ շնորհակալ եմ, մենք շատ հպարտ ենք, որ ունենք քեզ նման, դենց տաղանդավոր, հայտնի ու ուժեղ բարի մարդ։ Դու համամիտ եք իմ հետ։ Այո, իմ հայերենը մի քիչ Карам русская шарика. На самом деле, Арман, для меня огромная честь сегодня выступать с тобой на одной сцене, осознавать, что у нашего прекрасного народа есть настолько талантливые люди, как ты. У тебя нереальный голос, Господь Бог просто тебя поцеловал. У Ешат Урахем, поэтому верьте, любите, творите, все обязательно получится. Главное — вера.
Շատ շնորհակալ եմ։ Спасибо. Как никогда подойдет фраза «твои планы» и «планы Бога». Просто какая красота нереальная. Не знаю, видно вам, нет? Он огромный. Тут мои любимые рункулы. Как они? Рункулющие. Короче, я не знаю, как они произносятся. Но я просто в восторге вот от этих цветов. Я даже на днях думаю, блин, у меня когда-нибудь будет букет с ними. И тут они.